Բարև ձեզ հարգելի հայրենագիտներ, համակիրներ եւ բարձրապես հետաքրքրվողներ։ Ուրեմն սա այս տարվա մեջ երկրորդ անգամ մեր այցն է Խորվիրապ եւ Խորվիրապից տրվում է այն հաղորդումը, որը իմ կարծիքով եւ մեր ընկերների կարծիքով մեր ժողովրդի ուրեմն պատկերի ներկայացման համար, պատմության, մշակույթի եւ ապագայի կերտման համար ունի բացառիկ նշանակություն։ Հիմա կասեմ ինչի համար։ Դուք հիմա տեսնում եք, որ համաշխարհային քաղաքական բեմահարթակը բարձրապես փոթորկվում է։ Եվ շատ բաներ անկանխատեսելի են։ Չնայած մեծ հաշվով ամեն ինչ էլ հասկանալի է եւ ուրեմն զարգացման պատկերն էլ ընկալելի է, բայց ասենք նաեւ, որ պատահականություններն են, որ կարևոր դեր կարող են խաղալ։ Դրա համար ինչ եմ ուզում ասել, եթե ուշադիր հետևել եք կամ հետևում եք լրահոսքերին, մի մասը կեղծ, մի մասը ճիշտ, մի մասը օբյեկտիվ, մի մասը սուբյեկտիվ, ուրեմն բոլորի մեջ պետք է կարողանալ կողմնորոշվել եւ հիմնական եզրակացությունը հետեւյալն է։ Յուրաքանչյուր պետություն եւ յուրաքանչյուր ժողովուրդ փորձում է Սոդոմ Գոմորի այս ժամանակներում իր դեմքը պահել, անվտանգ մնալ, շատերը նաեւ մտածում են ինչպես շահել։ Ես ձեզ առաջարկում եմ մեզ դարձնել համար դարձնել բնավորություն, աշխարհով մեկ հայության համար։ Առաջինը խուսափել վտանգներից, բայց ամեն իրադարձության մեջ փորձել դրականը գտնել եւ շահով դուրս գալ։ Այսպես մենք մեզ համար երևի կանոն պետք է դարձնենք բավականին նահանջենք, մեր թիկունքում այլևս տեղ չկա նահանջելու։ Ես ուզում եմ հատուկ ասել, որ միջազգայինորեն ճանաչված այդ տարածքը 28,000 1000 քառակուսի կիլոմետրը, դե 29-ը շատ քիչ է։ Դա նկատի ունեցեք։ Դա 350,000 ուրեմն մեծ ժառանգություն մեր արքաներից թողած տարածքի այդպիսի չնչի մի մասն է, այն էլ ինչպես է վտանգված, ինչպես եք դուք տեսնում։ Դրա համար մեզ պետք է ինչ։ Պետականության զարգացում բոլոր իմաստներով։ Պետականություն, որ լինի շատ ուրեմն արդիական, շատ հզոր իր չափերի մեջ, դա այդքան կարևոր չի։ Դուք տեսնում եք, որ Թայվանի նման կամ Իսրայելի նման պետություններն ինչքան հզոր են, ուրեմն դա պիտի նկատի ունենալ, որոնց տարածքները մոտավորապես մերի չափ են, բայց հզորության հետ միասին պետք է ունենալ նաև արդար երկիր, արդար։ Մենք վաղուց եկել ենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն այն տեսակետին է, որ Հայաստանում պետական կյանքը կազմակերպված պետք է լինի, իսկ հայության պետական կյանքը պետք է արդար կազմակերպված լինի։ Առանց արդարության պետականություն չի կարող լինել, դուք դա տեսնում եք, ինչի հանգեցրեց անարդար գանձագողության, այլանդակության ժամանակաշրջանը, որ մենք անվանում ենք կողապետության ժամանակաշրջան, եւ դա քաղաքագիտական է, այդ տերմինից մի խուսափեք։ Մենք պարտավոր ենք, ինչպես բժիշկ, ախտորոշում ճիշտ անել։ Եթե պիտի մենք խուսափենք կողապետությունից, եթե պիտի Արցախայությունից չառանձնացնենք Ղարաբաղյան կլանը եւ այլն, հերթական ուրեմն աղետն ենք նախապատրաստելու։ Դրա համար իրատեսություն եւ ճշմարտություն ճիշտն է։ Հիմա արց ինչի մեջ, ինչու ենք նորից եկել Խորվիրապի, այսպես ասած, պատկերի վրա, որից են գո Մասիսի ուղակի այսօր պատկերն է, մի քիչ մառախլապատ է, բայց կանոնային լավ եղանակ է, ինչու ենք եկել այստեղ։ Մենք այն համոզմանն ենք, որ մենք պետք է ունենանք համազգային համապետական մոբիլիզացիա, որպեսզի կարողանանք դուրս գալ պատվով այս ժամանակաշրջանից եւ հերթական անգամ արյուն լվա դուրս չգանք, ինչպես որ մեզ մոտ 200-300 տարին հաջող է լինում, դա անթույլատրելի է, դրանից պիտի հրաժարվել։ Դրա համար պիտի մեր բոլոր ուժերն ու հնարավորություններն օգտագործենք եւ այստեղ ուրեմն պետք է ասեմ հետեւյալի մասին։ Ուրեմն քաղաքագիտության մեջ ուժերը կարելի է բաժանել տարբեր կատեգորիաներով։ Հիմա ասեմ մի կատեգորիա, որը քաղաքագիտության կլասիկայից է, որը մշակված է, որից օգտվում են բոլոր պետությունները։ Եվ հեղինակը ամերիկացի հայտնի քաղաքագետ Ջոզեֆ Նայն է։ Գրծերը։ Ուրեմն տեսեք ինչ կա։ Պետությունները գործում են ըստ կոշտ ուժի, hard power, կոշտ ուժի, դա ռազմական տեխնիկան է, դա պետության կոպիտ ուժն է, զինված ուժերն են, տնտեսական էքսպանսիան է եւ այլն եւ այլն։ Սա ուղղակիորեն հարվածային ուժ է ֆիզիկական իմաստով։ Բայց պետություններն ունեն նաեւ ուրեմն փափուկ ուժ, soft power, ինչպես ասում են։ Դա նայի դասակարգումն է, կա նաեւ խելացի ուժը, որը այսպես կոշտի եւ փափուկի զուգադրումն է, smart power։ Հիմա տեսեք ինչ կա։ Մենք իհարկե բանակը պիտի կազմակերպվի ինչքան շուտ այնքան լավ, որպես ես ռուս-թուրքական այս աղետը մեր գլխից դուրս գա եւ մի օր միտեղ հարված ստանան եւ սսկվեն վերջանա, կարծում եմ այդպես լինելու է։
բայց մինչև այդ մենք պարտավոր ենք աշխարհին ներկայանալու փափուկ ուժով։ Ինչն է փափուկ ուժը։ Փափուկ ուժը դա պետության եւ ժողովրդի պատմությունն է, փառահեղ պատմությունը, գրավիչ պատմություն, այնպիսի մի պատմություն, որը համաշխարհային քաղաքագրության համար կլինի ընկալելի, ուրեմն հարգելի եւ այլն։ Իսկ այդ առումով դուք գիտեք, որ Հայաստանի հնագույն պատմությունը լավագույններից լավագույնների մեջ է։ Այդպիսի պատմություն ունի Իրանի ժողովուրդը, այդպիսի պատմություն ունի Հունաստանի ժողովուրդը, այդպիսի պատմություն ունի Հռոմի ժողովուրդը եւ սահմանափակվում է գրեթե։ Այդտեղ չկա թուրքը, այդտեղ չկա ռուսը եւ այսպես շարունակ։ Ուրեմն սրանք գոյություն չունեն, չեն էլ կարող գոյություն ունենան։ Ինչքան ուզում եք կեղծեն, սարքեն, իրենց վերագրեն, բայց այդ բոլորը վերջացած բան է։ Ուրեմն մենք պարտավոր ենք համաշխարհային քաղաքագրության ներկայացնելու մեր պատմական անցյալի եւ լավագույն ապագայի այդ գեղեցիկ պատկերը։ Ասեմ հետեւյալը, որ փափուկ ուժը սովորաբար հետազոտողները նմանեցնում են գեղեցիկ կնոջ կամ աղջկա հմայքի հետ։ Ես դա սովորաբար, երբ ուրեմն առիթ է լինում, այդ բացատրելու ասում եմ փափուկ ուժը Մոնալիզան է։ Դուք գիտեք, չէ՞, ինչքան մոտենակ, ինչքան դիտեք, այնքան էլ չեք հասկանա նրա գեղեցկության իմաստը, բայց այդուհանդերձ հեռանալ իր մոտից չեք կարող, դա հմայքն է։ Ուրեմն Ջոկոնտայի հմայքը, որ պահում է ձեզ իր մոտ։ Ուրեմն սա փափուկ ուժն է, որից չես ուզում հեռանալ, որի իմաստը ուզում ես անընդհատ հասկանալ եւ այլն եւ այլն։ Ուրեմն այս առումով ասեցի դա պատմությունն է, մեր պատմությունը այդպեսին է, հատկապես առանձնացնել եմ ուզում մեր պետականության պատմությունը, առաջին հերթին դա նկատի ունեմ Արտաշես մեծին, որ առաջին անգամ Սատենիկի հետ ուրեմն հավաքեց հայկական լեռնաշխարհը որպես մի ամբողջականություն եւ Հաննիբալի հետ միասին այս տարածքներից մի քիչ հեռու հիմնադրեց Արտաշատ մայրաքաղաքը։ Դուք պիտի իմանաք, որ ուրեմն Հաննիբալը Արտաշեսի հյուրն էր եւ փախել էր հռոմեական ուրեմն հետապնդումներից եւ նա ուրեմն Տարկայի հետ միասին կառուցեցին Արտաշատ քաղաքը։ Եվ սա մեր պատմության փառահեղ էջերից մեկն է։ Ուրեմն սա նկատի ունենանք։ Դա նաև փափուկ ուժը հանդես է գալիս իր մշակույթի մեջ։ Այն մշակույթի, որ տվյալ պետությունն ու ժողովուրդը ստեղծում են։ Եվ այդ նկատի ունեցեք, այն մշակույթը, որ ստեղծվել է հնում, դեպի ուրեմն հնում մինչև Բակրատունիներ ասենք եւ այդուհետ մինչև սովետական եւ հետսովետական շրջան մենք ունենք մշակույթի համաշխարհային նշանակության ուրեմն կոթողներ, որոնք ստեղծվել են հանճարների կողմից։ Թվեմ երկուսը Նարեկացի, ասենք այդպես, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան եւ այսպես շարունակ, այնքան շատ են, որ կարելի է շատ խոսել։ Այն մշակույթ քաղաքագրությունը, որը քրիստոնեական քաղաքագրության ոսկե ֆոնդի մեջ է։ Եվ դուք պիտի իմանաք, որ մեր Գրիգոր Լուսավորիչի որպես քրիստոնյա սրբի ուրեմն արձանը վաղուց իր տեղն է գտել Հռոմի ուրեմն այդ համալիրում։ Եվ այսպես ուրեմն նաև ուրեմն պետության արտաքին քաղաքականությունն է, նրա խաղաղասիրությունը, ավելի շուտ այսպես ասեմ, արժանապատիվ խաղաղասիրությունը, որտեղ խաղաղասիրությունը առանց արժանապատվության կամ ժողովուրդն առանց արժանապատվության ոչինչ չարժի։ Մի խոսքով, սրանք այս երեք հատվածները, որ իրենք կազմում են փափուկ ուժի ամբողջականությունը, ուրեմն դրանք ձևավորվել են, ասեցի, Արտաշեսից սկսած, դա Քրիստոսից առաջ 189 թիվներ, մինչև Կիլիկյան Հայաստանի անկումը պետականորեն։ Եվ մենք ստեղծել ենք պետականության լավագույն ավանդույթներ, անկրկնելի, չնմանվող ուրիշի ոչ մեկի պատմություն է, եւ սա համաշխարհային քաղաքական պետականաշինական պատմության կարևորագույն էջերից մեկն է։ Եվ այսպես, ուրեմն մենք ունենք այդ բոլորը, բայց մենք ինչպես որ մեր փնթիությամբ, մեր աթեիզմով, մեր հիվանդոտ ռսամոլությամբ, դա հիվանդություն է, դա քաղցկեղ է, օտարամոլություն եւ այլն, չենք կարողանում ներկայացնել աշխարհին այն, ինչը որ մենք պարտավոր ենք ներկայացնելու, որպես նախ մեր արժանապատիվ պատմություն եւ ունեցվածք, երկրորդը որպես անվտանգության կայուն բավականին հզոր մի ուրեմն ազդակ։ Այդ իմաստով, ահա մենք ընտրել ենք հենց այս վայրը, որտեղից իմ թիկունքում դուք տեսնում եք Խորվիրապն է։ Խորվիրապը, որը Հայաստանի պատմության մեջ խաղացել է բացառիկ դեր, դուք գիտեք, այստեղ է Տրտատ մեծի ուրեմն մեր թագավորի այդ կերպափոխման հրաշապատումը, այստեղ է նաև ուրեմն պետականության հռչակման պատմությունը, այստեղ է քրիստոնեական համաշխարհային քաղաքագրության այն սրբատեղին, որտեղ առաջին անգամ 301 թվականին Քրիստոսի թվականով 301 թվականին հռչակվեց
քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Ահա սա է, որ ես ձեզ ուզում եմ փոխանցեմ։ Սա է, որ մենք պարտավոր ենք աշխարհին ներկայացնել։ Դուք կարող եք այսպես, դա սովորական ակտ չի, սովորական գործողություն չի, դա այն բանն է, երբ որ Գրիգոր ուրեմն Դրդատմեցը եւ Գրիգոր Լուսավորիչը հասկացան եւ մեր ուրեմն այդ քրիստոնեական հավատը վերածեցին պետական կրոնի։ Դուք գիտեք այստեղ բամբասանքները, ռուսական նախանձությունը, որը միշտ հրահրվել է հայկական դպրոցներում, աթեիզմը եւ այս վերջին գողապետության շրջանի այս ճղճին բարքերը կարծես թե խամրեցրել են այս բոլորը, բայց դա պետք է մենք մաքրենք եւ ներկայացնենք աշխարհին։ Ասելիքիս իմաստն ինչն է։ Ինչու համար, որովհետեւ ուրեմն հանրապետական Միացյալ Նահանգներում հանրապետական կուսակցության իշխանության վերադարձով հանգած տեղի ունեցավ ավանդույթի, տրադիցիայի, արժեքների ազգային եւ քրիստոնեական արժեքների վերադարձի հսկայական մի ակտ կատարվեց։ Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորը սա հասկանանք եւ մեր ժողովրդի պատկերը, մեր պատմությունը, մեր պետականության պատմությունը լավագույնս ներկայացնենք մեզ, լավագույնս ներկայացնենք աշխարհին, որովհետեւ նման ժողովուրդներ եւ նման պետություններ դառնում են չափազանց համակրելի, ուրեմն բոլորի համար, քաղաքագրչության համար։ Եվ ես առաջարկ ունեմ, կրկնեմ ասել եմ, բայց այսօր այդ հատուկ այդ նպատակով ենք եկել։ Մենք պետք է այդ նվոցը անընդհատ աչուձախ նայելը, օտարի ձեռքը նայելը, թե ինչպես ռսաստրուգներն են ուրեմն ցանկանում տեղավորվել ռուսների տակը դուրս չկալ տակից, այս բոլորը պետք է վերանա, որովհետև երբ դուք ունեիք Դրդատարքա եւ ունեիք Գրիգոր Լուսավորիչ, այդ որտեղ ուզում են տեղավորվել, այդ բոլորը գոյություն չուներ։ Մեր արժեքին ինչի մեջ է, աշխարհին ինքնուրույն ներկայանալու, ինքնուրույն ինքնիշխանությամբ, ինքնուրույն պետականությամբ եւ գունակեղ մշակույթով եւ այլնով ներկայանալու մեջ է առավելությունը, հա, ներկայացնելը։ Ուրեմն էս է, որ այսօրվա խորհուրդն է, այսօրվա իմաստն է, կարծում եմ, որ սրա մասին մենք պետք է մտածենք եւ միջոցներ ձեռք առնենք։ Ասեմ հետեւյալը. ինչքան հզոր կլինի փափուկուժը, այնքան կարիք չլինի ուրեմն ներկայացնել կոշտուժը։ Ասեմ, որ մեր հետևում նաեւ Նախիջևանն է։ Եթե դուք մի նորմալ ֆիլմ անենք այն արարչագործության մասին, որտեղ է ունեցել այստեղ խորվիրապում համաշխարհային քաղաքականության մեջ, այդ թուրքական ֆաշիզմի ուրեմն այդ եֆրեյտոր, ես նկատի ունեմ Աբշերոնի խոզի խոսակցությունը Նախիջևանը պատմականորեն իրենց լինելու եւ այլնի մասին այդ խոսակցությունները կցնդեն, կդադարեն եւ այլն։ Ուրեմն դրա համար պետք է աշխատել, դրա համար պետք է նվիրվել եւ պիտի մտածել, որ այսօր մենք ստեղծենք Հայաստանի այն հանրապետությունը, որը հիմք կունենա հետո ընդարձակվելու եւ ծավալվելու։ Պատմության մեջ նկատի ունեցեք, ոչինչ քարացած չի, ոչինչ մեկընթնից չի տրվում, այլ փոփոխական եւ այլն։ Խոսքս ուզում եմ ավարտել մեր հանճարեղ ասեմ թեկուզ գրողներից մեկի խոսքով, Հրանտ Մաթեոսյանի այն մտքով, որ հայրենիքները, նա ասում էր մեզ հայերիս, հիշեք, մեկընթնից չեն տրվում։ Հայրենիքները ստեղծվում են ամեն օր, ով հայրենիք ամեն օր չի ստեղծում, այդ հայրենիքը իրենը չի։ Ստեսություն ձեզ, ի գործ եւ պետք է այս բոլորը ներկայացվի աշխարհին հավուր պատշաճի արժանապատվությամբ եւ մեր նախնիների ուրեմն հերոսական անցյալի ընկալումով, նաեւ սիմվոլ ունենալով Դրդատմեցին, տվյալ պարագայում եւ Գրիգոր Լուսավորիչին։ Դրդատմեց, որը թագավորության երկրորդ աթոռը ցահեց ուզուրպատորի համար եմ ասում, երկրորդ աթոռը տրամադրեց Գրիգոր Լուսավորիչին։ Ստեսություն ձեզ։